Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Մանասյան, քանի որ դուք մեր տաղավարում եղել եք 2025-ի աշնանը, ինչպես է սկսել տարին ձեր հաստատության համար եւ առհասարակ ինչ նոր մարտահրավերների եք այս տարվա ընթացքում արդեն հասցրել բախվել։ Դե կարծում եմ տարին հատկապես ակտիվ է լինելու ընտրությունների ձևաչափի դիտանկյունից եւ բնականաբար ընտրությունները հանգեցնում են այդ թվում մարդու իրավունքների հետ կապված տարբեր մարտահրավերային իրավիճակների։ Կարծում եմ հիմնական մարտահրավերը մարդու իրավունքների դիտանկյունից խոսույթն է, որը սովորաբար քաղաքական դերակատարները տարբեր ձևաչափով օգտագործում են եւ այդ խոսույթը սովորաբար ատելության խոսույթ է, տարբեր սոցիալական խմբերին թիրախավորող խոսք է եւ այլն, որը արդեն իսկ նկատելի է։ Բնականաբար ընտրությունների եւ դրան նախորդող ժամանակահատվածում հավաքների կազմակերպման եւ այլ գործընթացներում բազմաթիվ են լինում իրավիճակները, հատկապես եթե ուժ է կիրառվում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման համաչափության հետ կապված կամ եթե անձինք ազատազրկվում են ազատությունից զրկման այդ ամբողջ գործընթացների եւ այդ թվում ազատազրկման վայրերում անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այսինքն կարծում եմ հիմնականում տարվա կտրվածքով հիմնական մարտահրավերային իրավիճակները կարող են կապված լինել ընտրությունների հետ, բնականաբար կրոնական ազատությունների հետ կապված հարցերը, որոնք բավականին արդիական են այս փուլում Հայաստանում եւ քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը, որոնց անընդհատ եմ ես անդրադարձ կատարում։ Տիկին Մանասյան, տեսեք, դուք ինքներդ շեշտեցիք, որ տարին նախընտրական է եւ չեք կարծում, որ այս этаպում նախ այն, որ ՄԻՊ-ի գործառույթը շատ կարեւորվելու է հատկապես հենց այս տարի, բայց շատ հաճախ դուք էլ եք լինելու, այսպես ասած, թիրախավորվելու եք, որովհետեւ շատ ընդդիմադիր գործիչներ բարբերաբար ասում են, որ ՄԻՊ-ը ուշացած է արձագանքում, ՄԻՊ-ը երբ պետք է որ արձագանքի լռում է, այսինքն միևնույն է, որ այն ամեն ինչ տեղի է ունենում նախընտրական этаպում, որովհետեւ կրքերը արդեն թեժացել են, դրան զուգահեռ նաեւ, այսպես ասած, կենտրոնում դուք էլ եք լինելու։ Դե ըստ էության քաղաքական դերակատարները չէ, որ պետք է որոշեն, թե մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները երբ եւ ինչպես պետք է արձագանքեն, ավելին ասեմ, նման իրավիճակները հակասում են միջազգային ստանդարտներին, որովհետեւ ըստ միջազգային բազմաթիվ փաստաթղթերի քաղաքական դերակատարները ընդհանրապես չպետք է ազդեցություն ունենան մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ եւ հաստատությունը ինքը պետք է որոշի, թե որ իրավիճակներին է արձագանքում, ինչպես է արձագանքում եւ այլն, բայց ես չեմ ուզենա հիմա շատ շեշտադրմամբ խոսել հենց այս հանգամանքի մասին։ Կարծում եմ շատ ավելի կարեւոր է պատշաճ իրազեկում իրականացնել նաեւ այն հարցի հետ կապված, թե ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինչ լիազորություններ եւ գործառույթ ունի։ Օրինակ նույն ընտրությունների ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ընդհանրապես չունի ընտրությունների նկատմամբ վերահսկողության կամ մոնիթորինգի գործառույթ, այլ իր գործառույթը բացառապես տարածվում է գործընթացի շրջանակներում իրավունքների խախտումների հետ կապված հարցերին։ Ավելին, ուզում եմ հատուկ շեշտադրել, որ քաղաքական դերակատարների կողմից նման ներազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ, թեպետ իմ կողմից համենայն դեպս որևէ իրավիճակում չի ներկայացվել իրավապահ մարմիններին որպես գործունեությանը միջամտության փորձեր, բայց ինքը ըստ էության քրեական օրենսդրությամբ արգելված արարք է եւ չի կարելի ընդհանրապես որևէ ներազդեցություն իրականացնել, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության նկատմամբ։ Հետևաբար այս առումով, եթե նաև հարցազրույցի համատեքստում շատ ավելի հետաքրքիր լինի ինչ-որ նեղ իրավիճակների հետ կապված հարցերի, նկատի ունեմ կոնկրետ իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ, ուրախ կլինեմ նաև դրանց անդրադառնալ, թե ինչին, ինչ ձևաչափով մենք կարող ենք անդրադառնալ, ինչին ոչ, բայց կուզենամ նաև շեշտադրել, որ գրեթե չի եղել մի իրավիճակ, երբ մեր հաստատությունը իր տեսակետը չհայտնի հարցերի հետ կապված, դրանք հիմնականում եղել են տարբեր պետական մարմիններին ուղղված քննադատությունների տեսքով, ավելին ասեմ, նախորդ տարվա տարբեր իրադարձությունների կտրվածքով, նույնիսկ միջազգային կազմակերպությունները բազմաթիվ խնդիրներ ընդհանրապես չեն էլ արձանագրել իրենց զեկույցներում, մինչդեռ մեր հաստատությունը եւ ես ոչ միայն դրանք արձանագրել ենք, այլ նաեւ բազմիցս հրապարակային խոսել ենք դրա մասին։
Իդեպ դուք վերջերս ընտրությունների հետ կապված մի ընդգրկուն հայտարարություն եք արել, որի շրջանակներում հատկապես լայն քննարկման առարկա դարձավ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի անթույլատրելիության հատվածը։ Մասնավորապես կարծիքներ էին հնչում, որ թուրք եզդի ձևակերպումները ճիշտ չէ դիտարկել նույն հարթության մեջ եւ նման այլ մեկնաբանություններ։ Ինչ կասեք այս մասով։ Նման կարծիքներն արդեն իսկ իրենցով խտրական եւ ատելության խոսույթ են նաեւ պարունակում, հետեւաբար կարևոր կհամարեմ ընդհանրապես այս հարցադրմանը շատ ավելի լայն ծավալով անդրադառնալը։ Նախ սկսեմ նրանից, որ ի տարբերություն շատ երկրների Հայաստանում բավականին տարածված է տարբեր սոցիալական խմբերի պիտակավորումը, թիրախավորումը եւ նաեւ տարբեր հանգամանքներն օգտագործել, այդ թվում քաղաքական որոշակի դիվիդենդներ ձեռք բերելու համար, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքը չափազանց հաճախ է օգտագործվում դիմացինին վիրավորելու կամ որևէ քաղաքական դիվիդենդ ստանալու համար կամ ազգային պատկանելությունը։ Եվ այստեղ ամենակարևոր հանգամանքը, եթե կենցաղային լեզվով փորձենք բացատրել, այն է, որ իրականում եթե հաշմանդամություն ունեցող անձը օրինակ որևէ օրենսդրությամբ արգելված արարք է կատարել, բնականաբար նա պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց նա չի կարող թիրախավորվել, պիտակավորվել որոշակի հանգամանքների պատճառով կամ օրինակ հաշմանդամության հանգամանքը չի կարող օգտագործվել մարդկանց պիտակավորելու համար կամ օրինակ որևէ ազգային պատկանելություն ունեցող անձը կարող է որևէ ոչ իրավաչափ արարք կատարել եւ պետք է դրա համար ենթարկվի պատասխանատվության, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ կոնկրետ ազգային կամ էթնիկ պատկանելության նկատմամբ ատելություն քարոզելու այդ ազգային պատկանելություն ունեցող անձանց պիտակավորելու համար։ Եվ եթե այս դիտանկյունից ենք հարցին անդրադառնում, սովորաբար մենք ընդհանուր առմամբ տեղեկացված չենք էլ լինում, թե նույն միջազգային հարթակներում ինչ հարցեր են քննարկման առարկա դառնում, այդ թվում այս խնդիրների հետ կապված ուզում եմ հատուկ արձանագրել, որ հենց թուրք եւ եզդի ձևակերպումները որպես վիրավորանք Հայաստանում օգտագործելու հարցին անդրադարձել է նաեւ Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի կոմիտեն Հայաստանին առնչվող իր դիտարկումներում եւ հատուկ արձանագրել է սրա խնդրահարույց լինելու հանգամանքը, ընդ որում հատուկ անդրադարձել է նաեւ այն հարցին, որ սովորաբար Հայաստանում թե պետական մարմինները, թե ընդ որում շեշտել էր այն ժամանակ, դա մոտավորապես 4 տարի առաջ էր, թե մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ավելի հաճախ խոսում են այլ երկրներում հայերի դեմ ատելության հետ կապված խնդիրների մասին, բայց ըստ էության չեն անդրադառնում Հայաստանում նշված բացասական երևույթին։ Եվ ամենախնդրահարույցն իրականում այն է, որ ըստ էության այս հարցերի հետ կապված, եթե մենք դիտարկենք դաշտը, օրինակ մենք ունենք քաղաքական դերակատարներ, ովքեր նույնիսկ որպես լոզունգ են օգտագործում, օրինակ որոշակի ազգային պատկանելության հետ կապված հարցեր, ձևակերպումներ են օգտագործվում, որոնք միջազգային ստանդարտների համաձայն ոչ միայն խնդրահարույց են, այլ իրենց մեջ ատելության խոսույթ են ըստ էության պարունակում, կամ մենք չենք կարող աչք փակել այն գաղափարի վրա, որ օրինակ նախորդ տարի քաղաքական գործիչներից մեկը նույն քուրդ ձևակերպումներ օգտագործել դարձյալ իհարկե առանց միտում ունենալու բոլոր այս դերակատարները միտում չունեն հատուկ վիրավորանք հասցնելու շատ դեպքերում հենց այդ ազգային պատկանելությանը կամ այն կրող անձանց, բայց սա է նաև ատելության կամ խտրական խոսույթի առանձնահատկությունը, որ սովորաբար մարդիկ չեն պատկերացնում, որ իրանք նման խոսքի տեսակ են օգտագործում։ Կամ մեր դպրոցներում շատ տարածված է բուլինգը նույն եզդի ձևակերպման միջոցով։ Մենք խնդիր էլ ունենք, լավ չտեսնողին միշտ ուրիշ կերպ ենք, չի արտահայտվում, լավ չլսողին ուրիշ բառ ենք ասում, վատ քայլողին ուրիշ բառ ենք ասում, դա ոնց որ թե այո, եւ ավելին ասեմ, այս մեր բոլոր քննարկումները ավելի են խորացնում այդ թվում միջազգային կազմակերպությունների մոտ պատկերացումը, որ մեր երկրում նման խոսույթը տարածված է, որովհետեւ օրինակ Հայաստանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը եւ նույն Եվրոպայի խորհրդին քննադատելու համար քաղաքական դերակատարներն ընտրում են օրինակ, չգիտեմ, դուք խուլ եւ համր եք կամ նման ձևակերպումներ, որոնք ըստ էության հաշմանդամության հիմքով նաեւ իրենցից նաեւ խտրական խոսույթ, պիտակավորող խոսույթ կարող են ենթադրել կամ նույն քննարկումները, որ այսինչ եք ասում, արգելում եք մեզ օրինակ թուրք կամ եզդի ձևակերպումը կամ քուրդ ձևակերպումը որպես վիրավորանք օգտագործել, այս քննարկումները իրականում վարում են մարդիկ, ովքեր սովորաբար մասնագիտական համայնքներ են ներկայացնում եւ ավելի են խորացնում նույն միջազգային կազմակերպությունների մոտ պատկերացումը, որ այս խնդիրները Հայաստանում կան այն պայմաններում, որ
որ մոնիթորինգային արդյունքները սովորաբար Հայաստանի հետ կապված, որոնք արձանագրել են այս խնդիրը, նաև այն պատճառն ունեն, որ օրինակ մեր մեծ հավաքների, քաղաքական հավաքների ժամանակահատվածում շատերը դա որպես ամենօրյա լոզունգ են օգտագործել, նաև պաստառների վրա գրված, եւ դա արձանագրվել է տարբեր կազմակերպությունների կողմից, հետեւաբար ես կոչ եմ անում, հորդորում եմ ոչ միայն ազգային կամ էթնիկ պատկանելության, այլ նաև ցանկացած այլ հիմքով, հաշմանդամության հիմքով, գենդերային եւ մի շարք այլ հիմքերով խտրական խոսույթը ընդհանրապես բացառել մեր խոսքից, որովհետև հատկապես քաղաքական դերակատարներ, երբ սկսում են դրանք շատ ավելի լայն ծավալով օգտագործել, դա ազդում է նաև ընդհանուր հանրության վրա։ Տիկին Մանասյան, ինչ զարգացումներ են սպասվում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առումով եւ ինչ զարգացման ընթացքի անցել ՄԻՊ հաստատությունը, որովհետեւ ես պետք է այս պահին մեջբերեմ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպաններից մեկի Արման Թաթոյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում էր, որ մինչև իր պաշտոնավարելը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությունը չափազանց ցածր էր։ Նախ այս խնդրեմ այս հարցին անդրադառնաք, որովհետև արդյոք դա այդպես էր թե չէ եւ արդյոք ճիշտ է նման մեկնաբանություն անելը։ Նախ ես շատ սոլիդար եմ վերաբերվում իմ բոլոր գործընկեր մարդու իրավունքների պաշտպաններին եւ պիտի հատուկ արձանագրեմ, որ ի տարբերություն շատ հաստատությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի եղել մի ժամանակահատված, երբ ունենա ցածր հեղինակություն։ Իհարկե ես հիմա չեմ մեկնաբանի իմ գործընկերոջ խոսքը, որովհետև դարձյալ ես նշեցի, որ սոլիդար եմ գործընկերների նկատմամբ, պարզապես երևույթին ինքս կանդրադառնամ եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը։ Ինչպես նշեցի, իմ խորին համոզմամբ մեր հաստատությունը մշտապես ունեցել է բարձր հեղինակություն եւ իհարկե շատ բնական է, որ այն ունեցել է նաեւ զարգացման ընթացք եւ ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպաններից յուրաքանչյուրը եկել եւ մի քայլ ավելի առաջ է տարել ինստիտուտը եւ բնական է դա շատ, որովհետեւ արել է մի քայլ ավելին, քան նախորդն էր արել, այն պայմաններում, որ սա նոր հաստատություն է Հայաստանի Հանրապետության համար եղել եւ կա, եւ ըստ էության նաեւ բնական է, որ անընդհատ պիտի զարգացման ընթացքի մեջ գտնվի։ Նախ հեղինակություն ասելն էլ դա շատ հարաբերական երևույթ է, որովհետև հեղինակություն ում մոտ, միջազգային կառույցների մոտ, հեղինակություն մասնագիտական համայնքի մոտ, հեղինակություն քաղաքացիների մոտ, բայց ես չեմ ուզենա դրան անդրադառնալ, որովհետև դարձյալ կուզենամ ավելի շատ խոսել հաստատության այն զարգացման ընդհանուր շրջափուլի մասին, որը անցել է եւ հիմա էլ անցնում է հաստատությունը։ Օրինակ, շատ կարևոր էր մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դերակատարությունը, որովհետև նա այն պաշտպանն էր, ով շատ այդ բարդ իրավիճակում, երբ կարող էր նաև մեծ էր հավանականությունը, որ կարող է հետապնդումների ենթարկվել, հալածանքների ենթարկվել, ինքը հրապարակային խոսեց մարդու իրավունքների խնդիրների մասին։ Ընդ որում, հիմա մենք շատ ավելի մի քանի տասնյակ անգամ միգուցե ավելի քննադատական խոսքեր ենք հնչեցնում տարբեր իրադարձությունների հետ կապված, բայց իրավիճակը պետք է գնահատենք գոյություն ունեցող պայմանների համատեքստում եւ այն պայմանների համատեքստում բնականաբար դա շատ կարեւոր քայլ էր։ Կարծում եմ, որ դրանից հետո պարոն Անդրեասյանը օրինակ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ զարգացումներ է բերել հաստատություն։ Պարոն Թաթոյանի ժամանակահատվածում դարձյալ տարբեր ոլորտներ իրենց զարգացումն են ապրել, որոշումների որակն է ավելի լավը դարձել։ Երբ խոսենք արդեն իմ ժամանակահատվածում հաստատության զարգացման հետ կապված, աներկբա է մի բան, օրինակ, որ մի ոլորտ, որը անընդհատ հաստատության առումով նաև միջազգային կազմակերպությունների կողմից էր քննադատվում, իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, սա բերվել է բոլորովին այլ մակարդակի, այսինքն եթե տարիներ առաջ հաստատությունը հենց այս ոլորտի համար քննադատության էր ենթարկվում, հիմա հակառակը միջազգային կազմակերպությունները սա շեշտադրում են որպես հաստատության շատ կարևոր ոլորտ, որը շատ մեծ զարգացում է ապրել։ Եվ եղել են բնականաբար նաև միջազգային դերակատարների կողմից տարբեր դիտողություններ եւ շատ դեպքերում դրանք վերաբերել են հենց այն ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ մարդիկ շատ դեպքերում խոսում են որպես օրինակ ամենաշատ գնահատված ժամանակահատված եւ այլն, բայց հենց այդ ժամանակահատվածներին վերաբերելի տարբեր նկատառումներ, մեկնաբանություններ էլ կան, ի նկատի ունեմ բացասական առումով այդ թվում, իհարկե նաև դրական։ Հետևաբար կարծում եմ, որ այս առումով նախ շատ կարևոր է հենց մարդու իրավունքների պաշտպանների կողմից սոլիդարությունը միմյանց նկատմամբ։ Դարձյալ պիտի շեշտեմ, որ շատ կարևոր զարգացման ընթացք է անցել այս հաստատությունը։ Յուրաքանչյուր պաշտպան
իր հետ բերել է մի բան ավելին, քան նախորդ պաշտպաններ արել, եւ սա շատ գնահատելի երևույթ է։ Եվ կարևոր է, որպեսզի նաև պաշտպաններն էլ միմյանց նկատմամբ սոլիդար լինեն, իրականում ես էլ բազմաթիվ մեր պաշտպանների հետ շփումների ընթացքում այդ սոլիդարությունը զգացել եմ օրինակ Տիկին Գրիգորյանից, պարոն Անդրեասյանից, պարոն Հարությունյանից, այսինքն սոլիդարությունը ոչ թե գաղափարն այն է, որ միմյանց աջակցում ենք որևէ բանով, այլ սոլիդար ենք հաստատությունը զարգացնելու համար, որովհետև այստեղ ենք ոչ թե որպես անձ, անհատ, այլ որպես հաստատությունը ներկայացնող պաշտոնատար անձ։ Ես լիովին հասկացա ձեր տեսակետը Տիկին Մանասյան, բայց վերջերս ընդդիմադիր որոշ ուժեր բողոքի ակցիա էին անում Հայաստանի ազգային ժողովի մոտ, պահանջում էին ազատ արձակել իրենց ձևակերպմամբ քաղբանտարկյալներին եւ ի դեպ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան նույն Արման Թաթոյանը իր հարցազրույցում նշում է, որ Հայաստանում այսօր միանշանակ կան քաղբանտարկյալներ, միևնույն ժամանակ շեշտում, որ իր պաշտոնավարման տարիներին չէր կարող գնահատական տալ անձի քաղբանտարկյալ լինել կամ չլինելու վերաբերյալ, քանի որ օրենքով կաշկանդված էր։ Հետաքրքիր է, որ այնուամենայնիվ ձեզ եւս այդ հարցը մշտապես տալիս են ի վերջո։ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է այս համատեքստում գնահատականներ հնչեցնել, թե ոչ։ Դարձյալ ես մեկնաբանեմ իմ դիտանկյունից, չխոսեմ գործընկերոջներ կողմից ներկայացված տեսակետի հետ։ Նախ առաջին կարևոր գաղափարը, որ պիտի նշեմ, այն է, որ ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի համար, այլ ընդհանրապես նույնիսկ քաղաքացիների համար, բայց հատկապես հանրային գործիչների համար հստակ միջազգային չափանիշներ կան հարգանքով վերաբերվել դատական ակտերին եւ չմիջամտել դատարանների գործունեությանը։ Հետևաբար կապ չունի, թե ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, թե պարզապես գիտնական Անահիտ Մանասյանն եմ, թե պարզապես անհատ քաղաքացի եմ, իրականում ունեմ նույն մոտեցումը հարցերի հետ կապված, որովհետև իմ խորին համոզմամբ, այո, դատական ակտերին միջամտել չի թույլատրվում եւ դատական ակտերը բացասաբար մեկնաբանել, այստեղ պետք է շատ զգույշ լինենք, զգայուն լինենք։ Դա է պատճառը, որ սովորաբար երբ որևէ երկրի հետ կապված խոսում են քաղբանտարկյալների առկայության մասին, դա այն ծայրահեղ վիճակում գտնվող դատական իշխանության համակարգ ունեցող երկրներն են սովորաբար, որովհետև հենց այս երկրներում է, որ այդպես համատարած զանգվածային խախտումների մասին է խոսք գնում։ Բայց ես չեմ օգտագործի քաղբանտարկյալ եզրույթը, որովհետև արդեն իսկ նշեցի, ամեն դեպքում մի շարք չափանիշների պիտի իրավիճակը բավարարի, որպեսզի սրա վերաբերյալ խոսելու հնարավորություն ունենանք։ Բայց կուզեմ հատուկ շեշտադրում անել այն հանգամանքին, որ իմ խորին համոզմամբ թե այսօր, թե նախկինում, այդ թվում դա կլինի 2008, 2010, 2016 եւ այլն դրանից հետո եկող ժամանակները, իրականում Հայաստանում եղել են եւ կան բազմաթիվ ազատությունից զրկված անձինք, ում ազատությունից զրկելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եվ դարձյալ որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը, որևէ կերպ չմեկնաբանելով դատական ակտերը, երբ այսքան հարցեր է առաջացնում մարդկանց ազատազրկումը եւ օրինակ ունենք ազատազրկումների այդքան մեծ թիվ հատկապես կալանք խափանման միջոցի կիրառման տեսքով եւ ի վերջո այս տարիների կտրվածքով այս հարցերին պատասխաններ չի տրվում, սա շատ խնդրահարույց իրավիճակի մասին է խոսում եւ իմ կարծիքով սա այն ոլորտն է, այսինքն ազատությունից զրկման կամ ազատությունը սահմանափակելու գործընթացների իրականացման այդ ձևաչափը մարդու իրավունքների ստանդարտների պահպանման տեսանկյունից այն ոլորտն է, որտեղ ես կարծում եմ, որ Հայաստանում այս ամբողջ տարիների կտրվածքով շատ քիչ են զարգացումներ եղել, ի տարբերություն շատ այլ ոլորտների, օրինակ ի տարբերություն մի քանի տարի առաջ կամ տասնամյակ առաջ եղած իրավիճակի մենք չենք կարող ասել, որ Հայաստանում համակարգային խոշտանգումներ կան, օրինակ, եթե մարդիկ հայտնվում են ձերբակալվածների պահման վայրերում կամ քրեակատարողական հաստատություններում։ Իհարկե, ինչպես բոլոր երկրներում այստեղ էլ դեպքեր կան, բայց դրանք համակարգային դեպքեր չեն, կամ չենք կարող ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի այդ ամբողջ համակարգը չի զարգացել, որովհետև դա միամտություն կլինի, իրականում համեմատելի չի իրավիճակը։ Բայց եթե խոսում ենք կալանք խափանման միջոցի կիրառման մասին, եթե խոսում ենք ընդհանրապես ազատազրկման այդ ամբողջ ձևաչափի մասին, նկատի ունեմ տարբեր իրավիճակներում մարդկանց նախնական կալանքի ենթարկելը հատկապես, նկատի ունեմ, հա, ազատազրկումը որպես պատժատեսակ, հատկապես կալանք խափանման միջոցի կիրառումը,
Սա այն ոլորտն է, որտեղ իմ ստանդարտը նույնն է, թե նախկինում, թե հիմա ես բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում եւ պահանջում եմ պետությունից, որպեսզի այս խնդիրը ի վերջո շուտապույտ լուծում ստանա։ Դուք շատ հետաքրքիր միտք ասացիք, որ միշտ էլ եղել են դեպքեր, երբ մենք հասկացել ենք, որ մարդուն ազատությունից զրկելը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Այսինքն սա լուրջ խնդիր է, որի մասին բարձրաձայնում է հենց պաշտպանը։ Միանշանակ, ես դրա համար եմ ասում, սա չի վերաբերում միայն այսօրվա իրավիճակին, նաև նախկին ժամանակահատվածում, մի նկատի ունեմ այսօրվանից առաջ եղած ժամանակահատվածում ու շատ տարիներ առաջ եւ հիմա, սա շարունակում է խնդիր մնալ եւ շարունակում է ոչ թե խնդիր մնալ միայն անհատական դեպքերով, այլ իմ խորին համոզմամբ այս հանգամանքի, այս ինստիտուտի առումով գրեթե մենք պատշաճ զարգացում չենք ունեցել համակարգային Եվ իհարկե տարբեր գործիքներ կիրառվել են, նոր օրենսդրություն, ինչ որ իրացման պրակտիկա եւ այլն, բայց քանի որ խնդիրը շարունակում է պահպանվել, իմ խորին համոզմամբ այն շարունակում է համակարգային բնույթ կրել, հետեւաբար ես իրապես միասնական ստանդարտ ունեմ այս բոլոր իրավիճակների նկատմամբ, անկախ նրանից, որ նախկինում իհարկե չեմ զբաղեցրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց համարում եմ, որ այս խնդիրները պետությունը պարտավոր է շուտապույտ հասցեավորել։ Եվ վերջին հարցը Տիկին Մանասյան, առհասարակ մոնիթորինգ իրականացվում է, թե չէ, ինչպիսին է հասարակության վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ ու վստահության առումով։ Մոնիթորինգ տարբեր ձևաչափերով է իրականացվում, ընդ որում դիտարկվում է ոչ միայն հասարակության շրջանում վարկանիշ է, դիտարկվում է այն հանգամանքը, թե ինչպիսին է հեղինակությունը միջազգային կազմակերպությունների համատեքստում, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն է դիտարկվում, պետական մարմինների հետ համագործակցություն, այսինքն այս ամենը ըստ էության միանշանակ դիտարկման տակ է։ Ես պետք է նշեմ, որ քաղաքացիների դիմումները մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը իրականում տարեց տարի շեշտակի աճում են։ Ես չեմ կարող ասել, որ դրա միակ պատճառն այն է, որ բոլորը վստահում են այս հաստատությանը, բայց մի շարք դեպքերում պատճառներից մեկն էլ այն է, որ հենց հաստատությանն են վստահում, այդ թվում նաև որոշ իրավիճակներում զգայուն ավելի մոտեցումներ ցուցաբերելու հարցի հետ կապված։ Իհարկե պետք է նաև շեշտադրեմ, որ այս հաստատությունը եւս բազում զարգացման այսպես ուղիներ պիտի անցնի, որովհետև կան հարցեր, որոնք ի սկզբանե հաստատության ձևավորումից սկսած գոյություն են ունեցել եւ մինչեւ հիմա էլ այդ խնդիրները կան եւ հիմա փորձում ենք լուծել, օրինակ գործերի քննության արդյունավետության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված, որ բողոքները պետք է ընդունել քննարկման, որոնք չէ, կամ ինչպես է հետո անհրաժեշտ գործողությունները իրականացնել։ Միանշանակ է, որ այնպես չի, որ կատարյալ վիճակ է եղել եւ կա, սրա ուղղությամբ հաստատ աշխատում ենք, նաև տարբեր ոլորտներ հասցեավորելու մեթոդների հետ կապված ենք շատ լուրջ աշխատանքներ իրականացնում, օրինակ, երբ ես նոր էի ընտրվել մարդու իրավունքների պաշտպան, նաև մեր հաստատությունը պետք է գնահատվեր միավորված ազգերի կազմակերպության կողմից ու նաև մի քանի միջազգային գործընթացներ էինք անցնում։ Այդ ժամանակահատվածում օրինակ ինձ հստակ հաղորդագրություն է փոխանցվել այն մասին, որ հաստատությունը միանշանակ պետք է օրինակ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտում փոխի իր գործունեության ձևաչափը, որովհետև այն բավարար չէ միջազգային չափանիշների տեսանկյունից, կամ հատուկ շեշտադրվել է կոնֆլիկտի եւ հետկոնֆլիկտային ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեթոդաբանությունը փոխելու կարեւորությունը, այսինքն բազմաթիվ ոլորտներ կան, որոնք մեր կողմից ուշադրության կենտրոնում են եւ բնականաբար դրանք նորմալ ընթացքով նաեւ զարգացման որոշակի փուլ են անցնելու, որովհետեւ թե ես եմ հանձնառու այդ առումով, թե նաեւ այդ հաղորդագրությունը իմ գործընկերներին եմ փոխանցել, որ մենք պետք է իրականում ստանձնենք հանձնառություն կարևոր համակարգային փոփոխություններ բերելու, ու ես ինքս նաեւ շատ սոլիդար եմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապագայում կզբաղեցնեն թե պաշտպանի պաշտոնը, թե նաեւ աշխատակազմում կներգրավվեն որպես աշխատակիցներ, ինքս պատրաստ եմ անկախ նրանից պաշտոնավարելու եմ հետագայում թե ոչ, ցանկացած գործընկերոջ աջակցել, այդ թվում այդ բարեփոխումները ու զարգացման ընթացքը ճիշտ ուղղությամբ առաջ տանելու տեսանկյունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։